Պաշտպանության նախարարության մուտքի մոտ քաշքշուկի մի կողմում անհետ կորած զինծառայողների ծնողներն են, մյուս կողմում իրավապահները, որոնք կանխում են ծնողների մուտքը նախարարության տարածք։ Նախորդ օրերին ծնողները մի քանի ակցիաներ էին կազմակերպել, որոնց նպատակն իրենց անհետ կորած որդիների խնդրին պատասխանատուների ուշադրությունը հրավիրելն էր։ Այս անգամ մարդիկ փակել են պաշտպանության նախարարության մուտքը, գլխավոր շտաբի պետի հետ հանդիպում պահանջելով։ Իրանց տված այդ անհանգստությունը, անհարմարությունը դա մենք հենց այնպես չենք անում, պրոստը մեր հավեսի համար։ Այդ երեխեքի ճակատագրով վերջես երկիրը պետք է զբաղվի, թե չէ։ Ոնց նայում ենք զբաղվող չկա։ Տարբեր չինովնիկներ եւ կազմակերպություններ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների տարբեր թվեր են հրապարակում։ Հիմնականում շրջանառվում է 200-ից ավելի թիվը։ Այստեղ ընդգրկված չեն 2023-ին Արցախ-ադրբեջանական մեկօրյա պատերազմի եւ Վառելիքի պահեստարանի պայթյունի հետևանքով անհետ կորածները։ Մենք ակնհայտ փաստեր ունենք, երբ որ վստահ էինք, որ մարդիկ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը մերժում էր, ասում էր, որ տեղեկություն չի կարող տրամադրել այդ անձանց վերաբերյալ։ Այսինքն հնարավոր չէ ասել, որ տվյալ անձինք գերության մեջ են։ Մյուս կողմից չի կարելի նաև հիմնավորել, որ նրանք զոհված են։ Հենց այս անորոշ վիճակն է վերջինների հարազատներին արդեն մի քանի տարի բարի բուն իմաստով հոգեպես քամում։ Մյուսները շարունակում են լինել բռնի անհետացածի կարգավիճակով, այսինքն դա այն իրավիճակն է, երբ որ մենք հստակ տվյալ ունենք, որ անձինք իրանց տիրապետության ներքո են գտնվել, բայց Ադրբեջանը շարունակում է շղթել այդ փաստը։ Կան նաև նրանք, որոնց մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկա, այսինքն մարտի դաշտ տեղափոխվելուց հետո նրանց մասին ոչինչ հայտնի չէ։ Հարազատները նախորդ տարիներին անընդմեջ կապի մեջ են եղել հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք պարբերաբար տեղեկացրել են, թե ինչ փուլում է անհետ կորածների ճակատագիրը պարզելու process-ը։ Հիմա այդ կապն այլևս չկա։ Առաջ սա այդ գործառույթների գոնե 60%-ը, 50%-ը արվում էր։ Այսինքն ես ոչ մեկին ոչ գովում եմ, Աբազյանի վախտով։ Ես ոչ մեկին ոչ գովում, ոչ Աբազյանի մորոխպորտ տղեն է, հենցա որ ուղղակի եթե համեմատում ենք, չէ, Աբազյանը հանդիպում էր հետս հետ ծնողների հետ։ Որևէ առարկայական քայլ չեն տեսնում խնդրահարույց հատվածներում որոնողական աշխատանքներ սկսելու կամ ընդլայնված օրինակ հարցումներ անելու ադրբեջանական զինվորներին, զինված ուժերին, թե որտեղ օրինակ ունեն եղբայրական գերեզմաններ։ Առանձին դեպքերում ի դեպ ծնողները կարելի է ասել սեփական հետաքննությունն են կատարել եւ պարզել շատ ավելին, քան կարող էր անել այդ պահին մի ամբողջ պետական համակարգ։ Ընդհուպ ծնողները նույնականացրել էին այն ադրբեջանցի զինվորին, ով վիդեոյով երևում է, որ գերեվարում է հայ զինծառայողի։ Նույնիսկ մեր այդ հարցերը, թե արդյոք Ադրբեջանը գոնե փորձել է այդ մարդուն կանչել հարցաքննության, ասել լավ է, զինվորին ինչ է արել, մնում են անպատասխան։ Իրավապաշտպանները դեռ տարիներ առաջ էին նշում, որ անհետ կորածների խնդիրն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի եւ դրված է սեղանին որպես բանակցությունների առարկա։ Նրանք վրդովված են Հայաստանի այսքան զիջումների ֆոնին, այս խնդիրն առ այսօր չի լուծվել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։